Օյան ասում է, որ հիմա մենք բալանսավորված քաղաքականություն ենք տանում, ոչ Ռուսաստան ենք, ոչ Արևմուտք ենք, բայց ակնհայտ է, որ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավելի շատ փորձում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Դա անգամ մենք կադրերում ենք տեսնում, թե այսպես մտերմության նշաններ են։ Դա ստացվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմա որ ուղղության վրա է։ Իսկ իրենք իսկապես փորձում են բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Բաց չի Հայաստանի քաղաքականությունը ինչ ուղղության վրա է։ Դրա նաև պատկեր երևում էր նաև Տիրանայում, չէ՞։ Ալբանիայում չէր երևում Հայաստան դեպի ինչ ուղղության, դեպի Թուրքիա Էրդողանի խավորությամբ այդ ուղղության վրա է գնում։ Իսկ որ ասում են, բա մենք այսպես չի, այնպես է, մենք ինքնիշխան ենք, այսպես ենք այն։ Այսինքն ինքնիշխան պետությունում այս ընթացքում այնպիսի զարգացումներ են տեղի ունեցել, որը ինքնիշխանության հետ որևէ մի աղերս չունի։ Ասում Թուրքիան պահանջ է ներկայացնում, Հայաստանը կատարում է այդ պահանջը։ Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, այդ պահանջները բավարարում են։ Բայց դրա ինքնիշխանությունը ո՞րն է։ Կարա՞ք ասեք Ախր աշխարհում սահմանադրությունից անկախության հռչակագրից պետության համար ավելի թանկ ու ավելի կարևոր բան չկա։ Դու ճշնամու պահանջով փոխում ես այդ սահմանադրությունը, անկախության հռչակագիրը դες ուզում փոխես, զինանշանը դες ուզում, սուվերենությունը որտեղ մնաց։ Ուր է այդ սուվերենությունը։ Այդ սուվերենությունը ո՞րն է, էլի ես ուզում եմ մի հատ շոշափեմ այդ սուվերենությունը։ Բայց իրենք ասում են միջև Ալիևի պահանջներ մենք այդ հարցը քննարկում ենք սահմանադրության փոխում։ Լավ, այսինքն կներեք էլի հազար ներողություն։ Ինչ իրանց օրակարգում այն ժամանակ էլ կար, որ Արցախը ասում են Արցախը Հայաստան է եւ վերջ, մենք մի փոքր նվազեցնենք մեր պահանջները, ամեն ինչ լավ կլինի, նորմալ, որ մի է իրանց ասածներն է ճիշտ։ Որ հիմա Արցախ բառը արտահայտությունը, ով որ Արցախ ասում, հիմա 5 անգամ ներողություն է խնդրում իր հայտարարության համար։ Ասում է լեզվիցս թռել է, չեմ ուզեցել այդ հայտարարություններն անեմ, այսինքն դա ծիծաղելի բաներ է եւ պարզ է, չէ՞, ախր Ալիևը հայտարարում է, որ այդ պահանջներն ունի, ինքը կարող է շատ բան ասի, ինքը կարող ասի, դե մենք այն ժամանակ մտածում ենք, որ գերբն էլ պետք է փոխենք, զինանշանի մասն է խոսքը, ինքը այն ժամանակ ասում մենք մտածել ենք, որ մենք պետք է լուծարենք ԵԱՀԿ Միսկի խումբը, մենք այն ժամանակ մենք ենք մտածել, որ ադրբեջանցիներին կարանք բերենք ստե վերաբնա։ Մի օր էլ է ասելու, ասելա մեր մտքով անցնում է, որովհետեւ դեմոգրաֆիական խնդիր կա, դե բերեք ադրբեջանցիներին ստե բնակեցնենք, բայց սա աբսուրդ է։ Մեկ հարցերի ներողություն, վերջը իշխանական պատգամավորներից մեկը այսպեսի մի անդրադառնալու։ Հայլակին չեք թողում հաստատ։ Նարեկին կներեք։ Լավ, մեկ հարց էլ։ Լավ, մեկ։ Ես չեմ արձագանքում։ Դրանից իշխանական պատգամավորներից մեկը մեր եթերում այսպեսի անդրադառնալով Սրբազան պայքարի այս շարժման մեկնարկին այսպեսի մի հայտարարություն արել։ Ասում է մարդիկ այդտեղ հավաքվել էին մայիսի 9-ին, քանի որ Սրբազանը ասել էր մենք գնում ենք այնտեղ աղոթելու, ու ի սկզբանե ասել էր, որ մեր օրակարգում իշխանության փոփոխության պահանջ չկա։ Հետո հենց որ հրապարակից հայտարարեց իշխանության փոփոխության պահանջ, մարդիկ ցրվեցին տներով։ Այ ինչպես ստացվում մեկնաբանել։ Ով ասել։ Իշխանական պատգամավորներից մեկ անդրադառնալով մայիսի 9-ի պայքարին այդ օրվա։ Ասում է, որ հենց Սրբազան ասել է հրապարակում հավաքվել ենք աղոթել։ այդպես է։ Աբել, այս անլրջությունները։ Շատ մարդ են հավաքվել, հետո երբ որ լսեցին իշխանության փոփոխության պահանջ։ Առողջություն եմ մաղթում այդ մարդը։ Պարոն Դանիելյան, չէ, պահի։ Պարոն Դանիելյան, երբ կվերսվի ակցիաները, երբ կանեք արդեն գործընթացներ։ Ակցիաները ոչ թե վերսկսվի, ակցիաները հենց հիմա էլ տեղի են ունենում։ Մի երկու շաբաթ առաջ են ակցիաներ եղել, մի քանի օր առաջ են ակցիաներ եղել, խնդրում եմ հարգանքով վերաբերվեք։ Այդ process-ները նույնիսկ չի մեր համար ենք անում, մեր երկրի համար ենք անում, մի հատ համարանքով ասեք, գիտեք ինչ կա այդ ակցիաները անում եք, չէ, ակցիաներն էլ գործընթացներն էլ անում են արդյունք անկնկալելու համար։ Մենք արդյունք անկնկալելու համար ենք անում եւ ես հավաստիացած եմ, որ այդ ամեն ինչը պայքարը մի օր իր պտուղները տալու է, որովհետեւ մեր պայքարը անանձնական է, մեր պայքարը մեր երկրի, մեր պետության համար է։ Ու իմի որ ասում եք իրանցից, այն մեկից, այն մյուսից խոսում եք, անկեղծ ազնիվ դուրս ենք եկել պայքարի մեր հող ու ջրի համար։ Մեր հող ու ջրի համար ենք դուրս եկել պայքարի ու թող ամաչեն են մարդիկ, որոնք որ չեն միացել, չեն միացել այսպես առանցքային գործողություններ, որոնք իշխանափոխության կհանգեցնեն։ Օրինակ ո՞րն եք համարում ոչ առանցքային։ Այսինքն ինչն է առանցքային, ինչը ոչ առանցքային է։ Այսօր հիմա հարգելի Նարեկ ջան,
Հիմա այսօր ես խնդիր եմ բարձրացրել խաղաղագործների եւ կոնյակ արտադրողների հսկայական թվով մարդիկ այսօր տնտեսական մեծ վնասներ են կրում ու տենց շարունակ տարբեր տնտեսվարողներ հիմա այդ մարդիկ մնացել են անտեր պետությունը իրենց դեր չի կանգնում խոսում է ինքնիշխանությունից խոսում է տարածքների ճանապարհների ապաշրջափակումից հիմա Վրաստանի հետ հարց չի կարողանում լուծել ասում եմ Վրաստանի հետ ունենք հրաշալի հարաբերություններ դաշնակցային հրաշալի հարաբերություններ ունենք ամիս ու կես է այդ տնտեսվարողը չի կարողանում անցնել Վրաստանի սահմանը։ Ինչի համար չի կարողանում անցնել, որովհետև անտեր է թողել պետությունը այդ մարդկանց։ Դու եթե մի ճանապարհ չես կարում, մի ճանապարհի հարց լուծես, եւ քու քաղաքացիները, քու ձեռներեցները չեն կարողանում իրենց ապրանքը արտահանել բացյան երկրներ, ԵԱՏՄ երկրներ։ Դու ինչ մեծ հարցերի մասն ես խոսում։ Փոքր հարց եմ ասում։ Թվում է փոքր, բայց շատ մեծ է, որովհետև դրանից կախված արդեն վաղը մյուս օրը մեր գյուղատնտեսությունը որ ոչ միայն գյուղատնտեսություն, այլ տնտեսական տարբեր ճյուղեր անկում են գրանցելու, բայց հարցը չես կարողանում լուծես։ Ամիս ու կես շարունակ եւ այս ամբիոնից եւ գրավոր տարբեր դիմումներ են ուղարկել։ Այդ մարդիկ միլիոնավոր դրամների վնասներ են կրում, միլիոնավոր դոլարների կներեք։ Ես մոտավորապես հաշվել եմ մի քանի հազար աշխատատեղ մենակ փակվելու է եթե ասենք ել չհաշված այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը որ կա իրենց հետ փոխկապակցված էլ չեմ ասում խաղաղագործների եւ այլ մենակ 4 աշխատող եթե սեն շարունակվի այդ մարդիկ դռները փակելու են որովհետեւ վարկեր են վերցրել միջոցներ են վերցրել եւ այլ եւ չեմ կարողանում սկսեք գործընթացներ եւ մի բան էլ ավելացնեմ մի քանի շաբաթ առաջ ավելի կարկուտ է տեղ ունեցել մեր քաղաքացիները գյուղաբնակ մեր հայրենակիցները ուրեմն միլիոնավոր էլի դրամների վնասներ են կրել։ Ինչ ասեցին, գնում ենք հաշվառենք միջև օրս որևէ մի լումա, որևէ մի դրամ այդ մարդկանց չի փոխադրում։ Դանիելյան, կներեք, ես հարցնում եմ, երբ կսկսեք Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Դե հենց մենք նորից եմ կրկնում, հարգելիս, այդ process-ները ավելի մեծ թափով, ավելի ակտիվ առաջիկայում Սրբազան հայրը դրա մասին կհայտարարի օրվա մասին, բայց ուզում եմ նշել, որ այդ process-ները չեն դադարեցվել, էլի ասածից նաև հիմքեր ունի, որովհետև այդ պայքարի շրջանակներում ներգրավված մարդիկ ամեն օր հայտնվում են անազատության մեջ, այսինքն տարբեր ուրեմն ակցիաների շրջանակներում, բայց ավելի թափով, ավելի մեծ մասշտաբի կարծում եմ առաջիկան դրա մասին կհայտարարի Սրբազան հայրը։